Նախորդ շաբաթավերջի թողարկմանը ես խոսեցի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին և այն մասին, թե ինչ խութեր, քաղաքական հնարավոր ինչ ծուղակներ է պարունակում օկուպացված տարածքների հարցը, Հայաստանի օկուպացված տարածքների հարցը այդ տիրույթ տեղափոխելը։ Հանգստյան օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառում արեց հետևյալի մասին, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում մենք վերադարձնելու ենք Արցվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Ինչ է նշանակում մյուս օկուպացված տարածքներ, վարչապետ Փաշինյանը չի մանրամասնել, և այստեղ հարց է առաջանում, արդյոք այդ մյուս օկուպացված տարածքներ ասվածը ենթադրում է միայն դեռևս 90-ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները Տավուշի մարզում, սահմանամերձ գոտում, թե նաև 2021 և 2022 թվականներին օկուպացված տարածքները։ Սա էական է, որովհետև եթե նաև ներառվում են այս տարածքները, ապա այստեղ հաստատվում է այն փաստը, որ Ադրբեջանը օկուպացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, այդ օկուպացված տարածքները իր ձեռքին վերածում է խաղաքարտի, վերածում է փոխանակման առարկայի և Հայաստանից դրա դիմաց ստանում է բնականաբար իր անհրաժեշտը։ Եվ ընդհանրապես այստեղ հարցը բացի այս համատեքստից նաև պարունակում է շատ լուրջ մեկ այլ համատեքստ։ Խոսելով Ադրբեջանից Արցվաշենի վերադարձի մասին, Նիկոլ Փաշինյանը փաստացի ակնարկում է, որ Ադրբեջանն էլ Արցվաշենի դիմաց, որը ինչպես հայտնի է անկլավ էր խորհրդային ժամանակաշրջանում, ստանալու է այն իր բնորոշմամբ անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես պնդում է Ադրբեջանը և ինչպես ցավոք սրտի կարելի է եզրակացնել, ընդունում է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդ շաբաթավերջին եղել էր նաև այս մասին հայտարարություն Ադրբեջանից և այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն հայտարարել էր, որ Ղազախի շրջանի 3 գյուղերը և Քարքին գտնվում են իրենց օրակարգում, գերակա հարց են և դրանք ենթարկվելու են վերադարձի, սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում։ Եվ փաստորեն Հայաստանի վարչապետի գրառումը հանգստյան օրերին պատասխան էր կամ ավելի շուտ հավաստում էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից հետո։ Եթե այստեղ դիտարկենք նույնիսկ պարզ և լիովին համաչափ հավասարաչափ փոխանակումը տարածքների, որ ենթադրվում է այս գրառումներից և հայտարարություններից հետո, ապա անգամ մաթեմատիկական ճշգրտությամբ միլիմետր առ միլիմետր համարժեք փոխանակման դեպքում այդ փոխանակումը ըստ էության որևէ կերպ չի կարող լինել համարժեք։ Սա հասկանալու համար բավարար է ընդամենը նայել քարտեզին և հասկանալ, որտեղ է Արցվաշենը և ինչ նշանակություն այն կարող է ունենալ Հայաստանի համար ռազմավարական և անգամ մարտավարական տեսանկյունից, հատկապես Արցախի կորստից հետո, և որտեղ են այսպես կոչված ադրբեջանական անկլավները։ Դրանք գործնականում բոլորը, համենայն դեպս այն, ինչ ներկայացվում է որպես ադրբեջանական անկլավ, գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակության գոտիներում, ենթակառուցվածքային հանգույցների վրա, եթե կարելի այսպես ասել, և անկասկած է, որ ստանալով այդ այսպես կոչված անկլավները, Ադրբեջանը ստանալու է Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմավարական գերակայության ևս մի շերտ։ Ինչու եմ նշում ևս մի շերտ, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը այդպես շերտ առ շերտ պահանջներ ներկայացնում Հայաստանին, որոնք ոչ միայն մեկ անգամյա տրամաբանությամբ ինչ-որ պահանջներ են, ինչպես օրինակ Իրանցի հայտնի տարածքների դեպքում էր, այլ նաև ստրատեգիական նշանակություն ունեն թե քաղաքական, թե բարոյական, թե նաև այս կոնկրետ անկլավների դեպքում զուտ ֆիզիկական նաև իմաստով։ Եվ այստեղ կասկած չկա, որ եթե Ադրբեջանը ստանա այս իրավունքը և առավել ևս այն իրացնելու հնարավորությունը, ապա հաջորդիվ դրվելու է նաև այդ անկլավներում ադրբեջանցիների բնականաբար վերադարձի և նաև այդ վերադարձից հետո նրանց անվտանգության ապահովմանը մասնակցություն ունենալու հարցը։ Եվ հաշվի առնելով այն, թե ինչպես է Ադրբեջանը դնում այս հարցերը և գնում դրանց հետևից, հաշվի առնելով մինչ այժմ եղած նախադեպերը, մենք կարող ենք ցավոք սրտի պատկերացնել, թե այստեղ ինչ ռազմավարական և մարտավարական ռիսկեր կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունը։ Օրեր առաջ Իլհամ Ալիևը, ինչի մասին մենք խոսել ենք,
հայտարարել էր, որ ադրբեջանցիները կվերադառնան իրենց այսպես ասած պատմական հողեր, որպիսին դիտարկում է գործնականում ամբողջ Հայաստանը, եւ նույնիսկ հայաստանցիներին խորհուրդ էր տալիս չանհանգստանալ։ Եվ Ալիևը, ինչպես հիշում ենք, նշում էր, թե վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Գործնականում վերադարձի այս սխեման ենթադրում է, որ մեքենաներով վերադարձողների հետևից արդեն Ալիևը կդնի տանկերի խնդիր այդ մեքենաներով վերադարձողների անվտանգության ապահովման համար։ Համենայն դեպս, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր քաղաքականությունը այս հարցում, այսինքն Ադրբեջանի անկլավների իրավունքը ճանաչելու հարցում, կարելի է կասկած չունենալ, որ հենց այս հաջորդականությամբ է Ադրբեջանը դիտարկելու խնդիրը։ Նախ մեքենաներ, հետո տանկեր։ Եվ դարձյալ նշեմ, կարելի է պատկերացնել, հաշվի առնելով նախադեպերը, թե այսպիսի տրամաբանությամբ զարգացումը ինչ ռիսկեր է պարունակելու Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության հեռանկարի համար ընդհանրապես։ Այդ պարագայում իհարկե պաշտոնական Երևանը կհայտարարի, որ դե մենք էլ ձեռք ենք բերել Արծվաշենում տանկերով պաշտպանելու իրավունք։ Եվ առերևույթ այս հայտարարությունը կլինի հասկանալի, ինչպես ասում են, թղթերով ամեն ինչ կլինի կարգին, այսինքն մենք մեր իրավունքն ենք ձեռք բերում, նրանք իրենց իրավունքը, բայց ինչպես նշեցի, երբ մենք պարզապես դուրս ենք գալիս զուտ մաթեմատիկական տրամաբանությունից եւ հարցին նայում ենք թե քարտեզով, թե նաեւ պատկերացնելով քարտեզի ստացված պատկերի ռազմավարական բովանդակությունը, ապա մենք տեսնում ենք, դրան ներառելով նաեւ ուժերի այսօրվա հավասարակշռությունը, որ Ադրբեջանը մեղմ ասած բազմակի անգամ ավելի արդյունավետ եւ ավելի առարկայական կապիտալիզացնելու հնարավորություն ունի իր իրավունքները, քան ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ միջազգային եւ միջպետական հարաբերություններում, խաղաղության եւ պատերազմի հարցերում ցավոք սրտի իրավիճակը որոշում է ոչ թե թղթային հավասարակշռությունը, գետնի վրա ոչ թե թղթերի հարաբերակցությունը, այլ ուժերի հարաբերակցությամբ, ուժերի հավասարակշռությամբ, որը ցավոք սրտի այսօր մեղմ ասած մեր օգտին չէ եւ ցավոք սրտի Ադրբեջանը փորձում է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ ռազմավարական առումով, ընդհանուր ռազմավարական առումով կարգելափակվեն իրավիճակի հավասարակշռության գալու հեռանկարները, թե քաղաքական, թե ռազմաքաղաքական եւ թե նաեւ բարոյահոգեբանական իմաստով։